Պատվաշան դատարան շահարկի կանդրադարձ կատարել եզրափակի շորիքում մասնավորապես ցանկանում է կանդրադարձ կատարել նախորդ հովանական առումով կարածող դատարանների ընթացքում հանրային մեղադրողի կողմից մեր բողոքի կապակցությամբ հնչեցված բացատրությունների մասով Մասնավորապես պատվաշան դատարան նախորդ դատական նիստի ընթացքում հարգելի հանրային մեղադրողը կատարեց հետևյալ դիտարկումը նշեց, որ պաշտպանական կողմը վիճակում է այն հանգամանքը, ինչը առաջին այդտեղի դատարանը դատավճռի մեղադրական դատավճռին դրել ժողովների սկզբնական նախաքննական այլ ոչ թե դատաքննական ուսումը եւ այս կապակցությամբ հանրային մեղադրողը բերեց այն փաստարկը, որ դեպքից հետո անցած հիշողությունը ավելի լավ է լինում, քան որոշակի տևական ժամանակահատված ամիսներ տարիներ անց։ Պատվաշան դատարան պաշտպանության կողմը ցանկանում է նշել, որ պաշտպանական կողմը ամենևին այդ մասին չի այս ամբողջ ժամանակահատվածում խոսել եւ ամենևին այդ կապակցությամբ չի ներկայացվել դատական վերանայման բողոք։ Մասնավորապես Պաշտպանության կողմը վիճակում է ոչ թե դատական եւ դատաքննական ցուցումների հակասությունները, այլ պաշտպանական կողմը նշել է դատական վերանայման բողոքում եւ դատական նիստերում բազմաթիվ անգամ հնչեցրել այդ որոշումը, որ այն դեպքում, դեպքի վերաբերյալ առկա է եղել օբյեկտիվ ապացույց, տեսագրություն, ինչու առաջին այդտեղի դատարանը անձնային ապացույցները, ցուցումները չի համարվել այդ տեսագրության հետ։ Սա է ամբողջ վերաքննիչ բողոքի իրավունքի առանցքը։ Պատվաշան դատարան մենք բոլորս քաչ գիտենք, որ ապացույցները դրանք պետք է մեկնաբանվեն ոչ թե առանձին, այլ մեկը մյուսին հետ համադրելու միջոցով։ Իմաստուն դեպքում, երբ մենք թերթում ենք առաջնային դատարանի դատավճռի պատճառաբանական մասը, մեղադրական դատավճռի հետ կապված, պատվաշան դատարան այնտեղ միայն մեկնաբանություններն է, առհասարակ անձնային ցուցումների եւ երբեք արձանագրում, երբեք նախադասություն առկա չէ, այդ անձնային ապացույցները, ցուցումները տեսակցության հետ համադրելու Եվ այն պայմաններում, երբ որ քիչ առաջ հետազոտվեց տեսակցությունը, եւ մենք տեսնում ենք, որ բուն տեքստը ավարտվում է 0014 վայրկյանին, եւ այդ ամբողջ ժամանակը 14 վայրկյան ժամանակահատվածում Դավիթ Համբարձումյանը տեքստի մասնակից չի լինում, եւ այստեղ շատ առանցքային նաեւ այն հանգամանքը, որ հանրային մեղադրողը միգուցե ուշադիր չի տեսել Պահամարյանի խոսքը, ոչ թե ասում են դեպքի վայրից է 6-7 մետր հեռավորության մեջ գործել։ Այդ տեքստը կոնկրետ վիճակագրության հատվածից է մոտավորապես 6-7 մետր հեռավորությամբ դատել։ Եվ հաջորդի պատվաշան դատարան։ Առաջին այդտեղի դատարանը ըստ պաշտպանական կողմի ապացույցները սխալ է գնահատել նաև հետևյալ հատվածում։ Տեսեք, երբ որ մենք նայում ենք առաջին այդտեղի դատարան ակտը, հաղորդություն է, որ առաջին այդտեղի դատարանը չի կողմնորոշվում, թե այդ հակասական ցուցումների բարակային, որովհետև գիտենք, որ ուժողները հակասական ցուցումներ են տվել, կողմեն որ ցուցումի, այսպես ասած, առավելությունը դա։ Եվ հենց այդ կապակցությամբ ենք մենք կարողացել, որ անհրաժեշտ է, որպեսզի համադրել տեսակցության հետ։ Եվ պատվաշան դատարան սույն դեպքում կա առանցքային հետևյալ հանգամանքը, մասնավորապես առաջին այդտեղի դատարանը, որպեսզի հիմնավորի մեղավորությունը Դավիթ Համբարձումյանի, դատական ակտում կատարել է արձանագրումներ, որոնք չեն բխում գործիքներից ու իրականության հետ առնչվում չունեն։ Մասնավորապես առաջին այդտեղի դատարանը Արա Պողոսյանի սկզբնական ցուցմունքը արժանահավատ է դիտարկել, Աբրահամ Ինչիմուրյանի ցուցմունքը սկզբնական արժանահավատ է դիտարկել այն համատեքստում, որ առանձին արերես հարցակնվել են Դավիթ Համբարձումյանի հետ։ Եվ արերես հարցակնությունից հետո երկուսն էլ տվել են լրացուցիչ ցուցմունքներ, եւ այդ լրացուցիչ ցուցմունքներով իբրև վերադարձի կատարել իրենց նախաքննական սկզբնական մեղադրական ցուցմունքների եւ այնուհետեւ տվել են նաեւ պարզաբանումներ, վախեր ունենալու ամբողջ պայմանավորված Համբարձումյանից եւ այլն։ Սա իրականություն է կապված չունի պատվաշան դատարան, մեկ բաց պատճառով Արա Պողոսյանն եւ Դավիթ Համբարձումյանը երբեք չեն արարեցել իրենց հետ։ Երբևէ արարեց հարցակնություն դեպքի չի ունեցել։ Ինչու է առաջին այդտեղի դատարանը Արա Պողոսյանի նախաքննական սկզբնական ցուցմունքին տվել նախապատմություն հիմքում դնելով իբրև արարեցվել են եւ արարեցումից հետո Արա Պողոսյանը կրկին պնդել է իր նախաքննական սկզբնական ցուցմունքը։ Նման փաստ, նման ապացույց գործում առկա չէ։ Եվ պատվաշան դատարան այստեղ առանցքային է հանգամանքը որ Աբրահամ Ինչիմուրյանի հետ է բացառապես Դավիթ Համբարձումյանը արարեց հարցակնվել։ Սակայն սա ոչ թե գրիպակի արդյունքում է վերպնդմամբ առաջին այդտեղի դատարանը նման արձանագրում կատարել։ Ինչու գրիպակ չէ, հիմնավորեն։ Որովհետև առաջին այդտեղի դատարանը դատական ակտի պատճառաբանություններում նշում է, որ Արա Պողոսյանի եւ Դավիթ Համբարձումյանի հետ արարեց հարցակնությունից հետո Արա Պողոսյանը կրկին պնդել է իր նախաքննական սկզբնական մեղադրական ցուցմունքը նմանօրինակ իրավիճակ է առկա նաև Աբրահամ Ինչիմուրյանի դեպքում։ Այսինքն միայն այս վերջին արտահայտությունը պատվաշան դատարանի
որոշումը արդեն իսկ լրացնում է այն, որ վրիպատի արդյունքում չի, որ դատարանը նշել է իբրև Արա Պողոսյանի բարեսվերը, ինչից հետո Արա Պողոսյանը կրկին վերադարձել է իր նախաքննական սահմանադրությանը։ Այո, արարեցվել է պարոն Համբարձումյանը, ինչպես նշեցի, Աբրահամ Բուժուգուլյանի հետ, եւ այդ արարեց հացակնության ընթացքում Աբրահամ Բուժուգուլյան տվել է արտահայտություն։ Այո, այդ արարեց հացակնությունից հետո Աբրահամ Բուժուգուլյանը լրացուցիչ հացակնվել է։ Այս կապակցությամբ առաջին ատենի դատարանը ճիշտ դիտարկում է կատարել, սակայն առաջին ատենի դատարանը սխալ դիտարկում է կատարել, գործունեությունից չդոխող դիտարկում է կատարել, իբրև Աբրահամ Բուժուգուլյանը արարեց հացակնությունից հետո պնդել է նախաքննական սկզբնական ցուցումները, չկա նման արձանագրում կատարել։ Մենք դատական վերանայման բողոքում հստակ մատնանշել ենք Աբրահամ Բուժուգուլյանի արարեց հացակնությունից հետո տված լրացուցիչ ցուցմունքը, որտեղ հստակ դեպքերս կնդում է այն նույն դիրքորոշումը, ինչը որ հայտնել է Դավիթ Համբարձումյանի հետ արարեց հացակնության ժամանակ։ Եվ ընդ որում պատվիրան դատարան այստեղ հատկանշական է նաև այն հանգամանքը, որ հարգելի հանրային մեղադրողը մեջ բերեց, որ առհասարակ դեպքից հետո անձանց հիշողությունը ավելի լավ է տվյալ դեպքերի կապված քան ամիսներ տարիներ, մենք այստեղ հիշել չհիշելու խնդիր չենք բարձրացնում։ Մենք այստեղ բարձրացնում ենք այն խնդիրը, որ ուժեղը եկել է արարեց հացակնության եւ ասել է Դավիթ Համբարձումյանը չէ ցարվածով, եւ այդ մասի հիմնական նախաքննական ցուցմունքում հայտնել է բացառապես դեպքի ներկա ինչ-որ անձանց ընդհանրական բնույթի խոսակցություններից ելնելով։ Պատվիրան դատարանը մեր բողոքի առանցքը նաև կայանում է հետևյալում, որ առաջին ատենի դատարանը չի իրացրել քրեական դատավարության օրենսգրքի 334-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ազատությունը, այն դեպքում եւ տվյալ դեպքում գտնում ենք, որ պարտադիր է, ինչու որովհետեւ դա շաները կասկածի տակ կդներ ու կասկածի տակ դրել է բարոյի արդարացիությունը, ինչը մասնավորապես հիմնավորվում է այն հանգամանքով, որ երբ մենք ընդգծում ենք առաջին ատենի դատարանի դատական ակտի պատճառաբանությունները, տպավորություն է ստեղծվում, որ այո առաջին ատենի դատարանը կարծես չի կողմնորոշվել ուժողներից ու անձնային ակացություններից առհասարակ նման հակասություններ ունենալու պայմաններում ոչ ցուցքի նախապատվությունը տալ։ Այստեղ մի բան ես վերացարկում եմ այն հանգամանքից, որ մենք ունենք օբյեկտիվ ապացույց տեսակցություն եւ պարտավոր է համադրել նաեւ այդ ապացույցը ինչը չի արել։ Հետեւած կոնտեքստում պատվիրան դատարանը ըստ էության ուժողների եւ ծնողները եւ ուժողներից Արա Պողոսյանի հացակնվել էին նաեւ նախաքննության ընթացքում եւ նրանք չեն դատավորվել որևէ կողմից եւ ըստ էության առաջին դատարանը պաշտպանված չէ իրացնելու 334-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված այդ լիազորությունը, որը կլրացներ հենց այդ բացը պատվիրան դատարան, ովքեր նախաքննության ընթացքում հստակ հայտնել էին, որ դեպքի օրը իրենց որդիներից հարցրել են ով է իրենց նկատմամբ բնություն գործադրել ու ովքեր են առհասարակ մասնակից եղել այն գործողություններին, ինչը որ նկարագրելու հայտնել են, իրենք տանը իրենք հայտնել են, որ իրենք չեն ճանաչել, չեն լսել այդ ընդհանրական բնույթի խոսակցություններից տեղեկացել։ Պատվիրան դատարան եւ անդրադառնալով նաեւ նախորդ բովանդակային առումով կայացած դատական նիստի ընթացքում հարգելի հանրային մեղադրողի հետեւյալ դիրքորոշմանը, ինչը մեր համար տարածելի է, մասնավորապես հարգելի հանրային մեղադրողը նման դիրքորոշում հնչեցրեց, իբրև պաշտպանական կողմը ներկայացրել է քիչ առաջ հետազոտված տեսակցությունը ամփոփյալների ճանաչելու պահանջ այն հիմնավորման, որ այն ներդրվել է համացանցից եւ այդ կապակցությամբ կարողացեց պետության ստատուտ Չալաբյանի վերաբերյալ նախադեպային որոշումը։ Պատվիրան դատարանը նման պահանջ ոչ առաջին ատենի դատարանում է պաշտպանական կողմը ներկայացրել, ոչ էլ վերաքննիչ հանդիպում է պաշտպանական կողմը ներկայացրել։ Մեր դատական վերանայման բողոքում եւ մեր բողոքի վերաբերյալ բացատրություններում նման դիրքորոշում երբեք չի արձանագրել։ Մեկ բաց պատճառով։ Սա այն առանցքային օբյեկտիվ ապացույցն է, որով ապացուցվում է Դավիթ Համբարձումյանի անմեղությունը։ Եվ թեև այդ ապացույցը վկայակոչվել է հանրային մեղադրողի կողմից, որպես եկածություններ առաջին ատենի դատարանում, ըստ էության մենք այն համարում ենք պաշտպանության ապացույց։ Այն համատեքստում, որ ապացուցում է պարոն Համբարձումյանի անմեղությունը։ Պատվիրան դատարան եւ հարգելի հանրային մեղադրողը իր բողոքի կապակցությամբ բացատրություններ ներկայացնելիս կրկին անդրադարձավ քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասին, կրկին պնդելով, որ արձանագրելով իբրև Դավիթ Համբարձումյանը խախտվել է քննությունից չի ներկայացել դատավճռի հրապարակման հետ հետևաբար գրավի գումարը պետք է պետականացվի։ Պատվիրան դատարան քավլիցի այստեղ պաշտպանության կողմը գրավի գումարը չի վճարում, ոչ պետք է դատավարության կերպարը։ Մեր համար առանցքային է այն, որ պետք է արձանագրվի, որ Դավիթ Համբարձումյանը չի խախտվել քննությունից։ Դրա խոսում վկայությունն է, բանապացույցն է այն, որ Դավիթ Համբարձումյանը այսօր է։ Դրա խոսում ապացույցն է այն, որ դատավճռի հրապարակմանը ներկայինները նույնիսկ համապատասխան իրավագիտակցություն չունեցող մեղադրյալները գիտեն, որ առհասարակ ազատության մեջ կգրողն է
կատարի դեպքում դա իրավունք եւ պարտականություն չէ, եթե դատարանը այլ բան չի որոշում։ Իսկ դատարանը սույն դեպքում այլ բան չի որոշել, եւ պարոն Համբարձումյանը իրացրել է իր իրավունքը։ Ինքն է որոշել ներկայացնել դատարանների հրապարակմանը եւ խոսել դրա մասին, որ պարոն Համբարձումյանը հագնվել է, չի ներկայացել դատավճիռի հրապարակմանը եւ ըստ էության դատական ակտի հրապարակումից ընդամենը մի քանի օր անց է հայտնվել անազատության մեջ, իրականության իրավաբանության հետ աղերս չունի, որովհետեւ պարոն Համբարձումյանը ներկայացել է դատավճիռի մասին անելով Հայաստանի Հանրապետություն, գիտակցումով, որ տեղափոխվել է հրապարակական դատարան։ Պատասխան դատարան ամփոփելով խոսքս նշել հետեւյալը. այսօր մենք չենք խնդրում վերաքննիչ դատարանի հավատալ պաշտպանության կողմին։ Մենք խնդրում ենք վերաքննիչ դատարանին, հայցում ենք վերաքննիչ դատարանին հավատալ գործի նյութերին։ Քիչ առաջ հետազոտված օբյեկտիվ ապացույցով հստակ երևում է, որ պարոն Համբարձումյանը որևէ ակտիվ գործողություն չի կատարել։ Եվ 0014 թվականին արդեն իսկ ավարտվում է վիճաբանություն ու ծեսկրտուկը, ինչը որ նկարագրված է դժողների ցուցմունքներում։ Եվ մենք բոլորս քաջ դիտենք, որ եւ սահմանադրությունը, եւ քրեադատավարական հիմնարար սկզբունքները, եւ եվրոպական կոնվենցիան հուշում են մեկ բարձ բան։ Հուշում են այն մասին, որ չթարացած ու չհաղթահարված կասկածները միշտ պետք է օգտագործեն օգուտ մեղադրել։ Այնիշ պարոն Համբարձումյանի դեպքում տեղի ունեցել ճիշտ հակառակը։ Պատասխան դատարան մի բան վերացնելով պարոն Համբարձումյանի անմեղությունից մենք գտնում ենք եւ մենք վստահ ենք, որ պարոն Համբարձումյանը անմեղ է եւ նրա նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատական ակտ, այնուամենայնիվ մի բան վերացնելով պարոն Համբարձումյանի անմեղության հետ կապված մեր որոշումներից, նույնիսկ միայն առաջնահերթի դատարանի դատավճիռը պարզի մասով, երբ որ մենք նայում ենք, պարզ է դառնում, որ կայացվել է անօրինական ու անհիմն դատական ակտ։ Պատասխան դատարան պաշտպանությունը վկայակոչել է բազմաթիվ դատական ակտեր, որոնցով նույն հոդվածով միևնույն հասարակական հանգամանքների առկայության պայմաններում դեռ ավելի ծանր հասարակական հանգամանքների առկայության պայմաններում ռեցիդիվի դեպքում, վտանգավոր ռեցիդիվի դեպքում, առարկա ալկոհոլի ազդեցության տակ պատրաստ լինելու դեպքում ավելին մի շատ բազմաթիվ դատական ակտեր մենք վկայակոչել ենք այն պայմաններում, երբ խուլիգանության հանցակազմը նաև է ըստ էության հավաքչության նաև սպանության հանցակազմով է մեղադրանք առաջադրվել, որովհետև կատարված գործողությունը հանգեցրել նաև անձի մահվան, այդպես ասած սպանության։ Եվ նմանատիպ որևէ դեպքում այդ չափից պատիժ չնշանակվել պարոն Համբարձումյանի դեպքում։ Պատասխան դատարան օրենքի հավասարության սկզբունքը ենթադրում է հավասար մոտեցում նաև պատժի հարցում։ Չի կարող նույն իրավական դաշտում, նույն դատական համակարգում մեկ անձի նկատմամբ տարբերակված նման աննախադեպ պատիժ նշանակել։ Նման պայմաններում առնվազն պետք է լինել խիստ բացառիկ ու համոզիչ պատճառաբանված դատական ակտ, ինչը սույն դեպքում արտահայտել է։ Պատասխան դատարան ամփոփելով խոսքս վերաքննիչ դատարանից հայցում ենք, որպեսզի պարոն Համբարձումյանի նկատմամբ կայացվի արդարացման դատական ակտ եւ հնչակի նրա անմեղությունը։ Եթե վերաքննիչ դատարանը չլսի պաշտպանության կողմից մեր նման պահանջը, մեր դիրքորոշումը, ապա խնդրում ենք, որպեսզի պատժի մասով դատական ակտը վերանայվի, այն համապատասխանեցվի օրինականության եւ համաչափության պահանջների, մեղմացվի, եւ պարոն Համբարձումյանը պատժի դատատի համալրման իրավունք։ Այսքանը շնորհակալություն։